Հայաստան իմ սիրում դու եղիր երջանի այս զոր մեծ երկրում Հայաստան իմ սիրում Հայաստան արագացն է հետից մեզյուն է գագաթով մեզ կանչում է անհեր ճուզեր հյուգով այ որ սրտի կարող ես նա իշտը բան դու եղիր իշտերից կանչից Հայաստան իմ սիրում Բարի եկեք սիրելի հայրենակիցներ, Քրիստո Գրանդ, Banquet Hall, գեղեցիկ երեկո ենք անցկացնելու հայաշունչ երգերով, քիչ վերջ բեմ կհրավիրենք մեր շատ սիրելի ներսիկին, առայժմ համեղ ընթրիքը Գրիշայի մատուցած եկեք վայելենք և մենք անշուշտ ձեզ կզվարճացնենք մինչ այդ։ Գնանք։
Սիրելիներ, եկեք այժմ այս պահին դեմ հրավիրենք մեր շատ սիրելի վաստակավոր Հայաստանի արվեստագետ, ազգային ներքերի մեկնաբան, Հայաստանից հատուկ ժամանած այսօր ձեզ համար Ներսիկ Իսպիրյան։ Կարոտ էլ դու իմ հայրենի, դու ամրացվեց հազար հայրենի, ու մատուրես մեր քանքուշ մայրենի, հայրենիք, աղոթում եմ Աստված պահպանի։ Հայրենիք, աղոթում եմ Աստված պահպանի։ Հողարություն իմ կամքից անկախ, հայի ոգով ապրում եմ անվախ, ես Քեզ կթանվեմ, վախենում եմ կարոտ աշխարհներ։ Ես կդառնամ իմ գիրկը, քեզ կթանվեմ, վախենում եմ կարոտ աշխարհներ։ Աղաչում եմ կանչիր քուլտուր դուհում դառնա։ Դու դարձել ես սոնարի գերի, որդիները գերի Հարացել գարունները տաշում են դարձել, Քեզ կվերեն իմ հայրենի, աշխարհերը դարձումներով Լավ ժամանակ ջան, նախ ուզում եմ անդրադառնամ այսօրվա միջոցառման համար, սա այսօր եկած բոլոր մեր ընտանիքների համար բիզնեսային չի, որովհետև ասեմ ինչու, երբ ռեստորանի տիրոջ մեր եղբայր Գրիշայի հետ ծանոթացանք մենք Ջերմուկում, ես իմ ընտանիքով հանգստանում էի այնտեղ, Գրիշան էլ այնտեղ հանգստանում էր, մեր ընկերոջ միջոցով ծանոթացանք, վերջը խոսք խորաթավես մեր հայկական ադապտերով հարցրի, ասեց ռեստորան ունեմ, ասեց Իսպիրյան ջան, Տորոնտոյում, ասեցի ոնց այ գործել եք, ասեց մեծ ռեստորան ունեմ, 400 տեղանոց, 450, ասեց բայց օտարներն են շատ գալիս, ասեց ռուսները, օտարազգիները, շատ հարսանիքներ են, բայց ասեց հայկական ասեց ծեսերը շատ քիչ ալինում իմ մոտ, ասեցի բայց սխի Գրիշա ջան, որ տենց է, ասեց բայց քեզ խոստանում եմ, զուտ, նեղ, փոքր ընտանեկան մթնոլորտի մեջ, իմ ռեստորանի պատերից ներս պիտի հնչի ազգային հայրենասիրական մշակութային երգեր։ Ուզում եմ ժողովուրդը լինի 500 հոգի, ուզում եմ 1000 հոգի, բայց քանի որ իմ
ռեստորանը հայկական է, պատերից ներս պիտի հնչի հայկական, Ժողովուրդ ջան, դրա համար եմ ասում, սա բիզնես չի, սա ընտանիքական հավաքույթ է, այդ բիզնեսը Կերմեսին է, որ Արաբոյի հետ եկանք 3000 մարդ կար։ Սա զուտ մեր ընտանիական ջերմությունն է, որ հավաքվել ենք, ցանկալի կներ, որ մի 100 հոգի ավել ուներ, բայց հիմա ինչ անենք, հայրեք էլի։ Ժողովուրդ ջան, իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին, բոլորը արդեն տեղեկացված եք, նայում եք լուրերը, քաղաքական ասլար չտան, բայց բաներ կա, որ անպայման պետք է շեշտեմ, Ժողովուրդ ջան, այսօր Հայաստանում արժեքազրկում է լինում, բոլորը գիտեք, եւ սա ծրագրված արժեքազրկում է, ազգայնականներին համարում են ռասիզմ, նժդեի գաղափարախոսությունը համարում են այսօր ֆաշիզմ, բայց այսպիսի ամպեր օտար երկրացիների կողմից շատ է եղել Հայաստանի գլխով անցել, միջամտել են, միշտ պառակտել են մեր ազգին, ազգային ոգին ուզեցել են մեզնից հեռացնել, իդեալներին անել մի կողմ, գլոբալիզմը մտցնել Հայաստան, բայց միևնույն է, այդ ամպերը եկել անցել են, կառավարություններ այդ ամպերի պես կգականցնի, հողն է արժեքը, հողն է կանգունը, ազգայնությունն ու հայրենասիրությունն է մնում է։ Բոլորը բարի եկել։ Ես չեմ ուզում կուսակցականացնել, բայց ես դաշնակցական եմ, թող բոլորի ստե։ Չեմ ուզում կուսակցականացնել, բայց ժողովուրդ ջան, մի իդեալ կա, լինի հնչակյան, լինի դաշնակցական, լինի ռամկավար, լինի բարեգործ, բոլորս էլ հայ ենք։ Այսօր մեզ պարակտել են, սևացել են, բայց չի ստացվելու, ապական դավարելու, հավատացեք։ Բոլորը բարի եք եկել, ցանկանում եմ ձեզ բարի վայելում և բարի ժամանակ։ Հիմա ժողովուրդ ջան, ուզում եմ հայաստանցիները ձեռք բարձրացնել, ովքեր են հայաստանցիները։ Մնացածը գիտեմ, որ սիրիացի մերոն, լավ, այդ գիտենք եմ բանանում, որ հարցանում, որ սկսեմ հայաստանյան ուրախությամբ, թե շուրջ բարային ուրախությամբ, լավ, քանի որ հայաստանցիները շատ են ժողովուրդ ջան, բոլորս ոտքի, հայաստանցիներ, չեմ սկսում, մինչև ոտքի չկայնեք, միանգամից ձեռնապար ենք եթում, լավ քեֆ ենք անում այսօր, բոլորը միասին,
See
Այսօր